Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր, ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ եւ այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման ու կայունության պահպանման կարեւորությունը Հարավային Կովկասում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ընդունել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահին։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ։ Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ ու անխոչնդոտ համագործակցությունը։ Հանդիպման ավարտին Հայաստանի եւ Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է բարեկամության շքանշանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ ու առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացման ուղղված քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Այնուհետև երկու երկրների նախարարները նախ առանձնազրույց են ունեցել, որից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների ընդլայնված կազմերով։ Երեկոյան Հայաստանն է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Կրթվել է նորաձև շարժման հերթական կանգառը, եղել է Տաթև համայնքում։ Հանդիպման մանրամասները տեսանյութում։ Կրթվել է նորաձև է ամենուր։ Շարժման հերթական հանդիպումը Տաթևում հերթական անգամ էլ ցույց տվեց, որ կրթության շուրջ ձևավորվող հանրային խոսքը դրական ազդեցություն է ունենում մտածելակերպի եւ արժեհամակարգի փոփոխության գործում։ Շարժման ղեկավար «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանախոսություններում արդեն հայտնի վերնագրերն էին։ Մնացել ենք 5-րդ դարում, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան։ Աննա Հակոբյանը անդրադառնալով շարժման գաղափարական հիմքերին, ընդգծեց, որ այն իրականում ինքնակրթությամբ զբաղվելու, զարգանալու, միմյանց հետ անկեղծ շփվելու եւ նախապաշարմունքներից զերծ երկխոսել սովորելու մասին է։ Մնացել ենք 5-րդ դարում խորագրով ելույթում հնչեցին նաեւ մեջբերումներ Խորենացուց, Թումանյանից, Չարենցից ու Մաթեոսյանից։ Դարերի խորքից եկող խոսքերը ստիպում են հարցեր ուղղել ինքներս մեզ ու առերեսվել իրականությանը, ինչպես որ կա։ Այո, կան գաղափարներ, որ իրականում մնացել են 5-րդ դարում, պետք է ապրենք այնպես, որ հետագայում արդեն մեզ հիշելիս, չգիտեմ նշելիս, ասեն, որ այո, իրենք ապրել են 21-րդ դարում։ Նորաձևությունը մեզանց յուրաքանչյուր ընկալում է իր պատկերացումներին համապատասխան։ Մեկի համար նորաձևությունը իրականում գիտելիքն է, մյուսի համար հագուստը։ Իրականում կրթվել է այո, նորաձև է բոլոր առումներով։ Ես ինքս ինձ համարում եմ կրթության մի մասնիկ եւ ուզում եմ նշել, որ կրթվելը դա այսօր պատասխանատվություն չի, այլ համարվում է սերունդներին վերև տանող ուղին եւ այս սկսվում է հենց դասարաններից։ Մի քանի օր առաջ, քանի որ անգլերենի մասնագետներում հենց աշակերտներից մեկը ասում է, որ եթե դու գիտես անգլերեն, գործ ունես 7 միլիարդ մարդու հետ, իսկ եթե չգիտես, ընդամենը 3 միլիոն մարդու հետ։ Ուզում եմ կապել այս կրթերը նորաձև շարժման գաղափարախոսության հետ ուղիղ կապ ունի։ Շարժման մասնակիցները բարձր են գնահատում այս նախաձեռնությունը։ Այն միայն բանախոսությունների շարք չէ, որտեղ նաև տարբեր ոլորտների առաջատար մասնագետները ներկայացնում են կրթության, գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների եւ հասարակական կյանքի վերաբերյալ կարևորագույն տեղեկություններ։ Այն նաև դասընթացների եւ ուսուցողական ծրագրերի
մատուցում է գործնական հմտությունները կատարելագործելու եւ գիտելիքները խորացնելու հնարավորություն։ Այս ամենը նաև վարչապետի բանախոսությունների տրամաբանության մեջ է։ Իրական Հայաստանը պետության ընկալման, վերաիմաստավորման եւ ազգային ինքնության հարցերի մասին է։ Տիկին Հակոբյանի ելույթին հաջորդեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմանալ ինչպես բանախոսությունը, որի ընթացքում նա անդրադարձավ կրթության անձնական պատասխանատվության եւ ինքներս մեզ հետ անկեղծ լինելու եւ չիմացածը չթաքցնելու վերաբերյալ թեմաներին։ Ես այս տարիքում, որ ունեմ աշակերտներ, ես ամեն օր նաև իմ աշակերտներից եմ սովորում։ Տարիքը կապ չունի։ Պետք է միշտ կրթվենք եւ առաջ գնանք։ Ցանկացած տարիքում ցանկացած մասնագետ պետք է փորձի իր գիտելիքները ավելի զարգացնել, ավելի ընդլայնել, որպեսզի աշխատաշուկայում լավ պահանջարկ ունենալ, այն որ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ աշխատանք չեն կարողանում գտնել, եթե ունենանք բավարար գիտելիքներ, անպայման կգտնենք։ Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գիրք իր ողջ կյանքի ընթացքում առանց ինքնակատարելագործման մարդը չի կարող ապրել այս աշխարհում, այն աշխարհում, որը օրեցօր, օր-օրի, ավելին ասեմ, ժամ առ ժամ ստիպում է մեկ քայլ ավելի արագ շարժվել։ Հանդիպման օրակարգում նաև մշակութային մաս կար եւ հարց ու պատասխան Տաթևի բնակիչները համայնքին առնչվող խնդիրներից հարցրեցին վարչապետին, նաև ժողովրդավարության եւ դրա պաշտպանության մեխանիզմների մասին։ Հանդիպումը Տաթևում թվով 34-րդն էր նախաձեռնության մեկնարկի սկզբից։ Շարժումն ընդգրկել է արդեն 17 համայնք եւ 6000-ից ավելի մասնակից, հիմնական գաղափարները կարևոր եւ սկզբունքային դարձնելով մեծ թվով մեր հայրենակիցների համար։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել Թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին։ Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններ մատուցելու մեջ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ է գիտնականը։ 35-ամյա Իգբալ Աբիլովը ականավոր գիտնական է, թալիշագետ, հետազոտող, զբաղվում է մասնավորապես Ադրբեջանում բնիկ ազգերի պատմության, ժառանգության, ինքնության, լեզվի խնդիրներով։ Նա նաև թալիշագիտությանը վերաբերող մի գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է, քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց որոշ նրա հրապարակումներ Ադրբեջանում ոմանց դուրը հավանաբար չեն գալիս, քանի որ կարծում են, որ դա կարող է Ադրբեջանում ապրող թալիշների ինքնագիտակցության զարթոնքի առիթ դառնալ։ Աբիլովը ընդամենը ծնվել է Ադրբեջանում, 5 տարեկանից ապրում էր Բելարուսում եւ 24 թվականի հուլիսին եկել էր Բաքու հերու ազգականի հարսանիքին մասնակցելու համար։ Անմիջապես իրեն ձերբակալել էին եւ մեղադրել էին Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Մի քանի քրեական օրենսգրքի հոդվածներով գործ է հարուցվել, այդ թվում նաեւ լրտեսություն եւ հակապետական գործողություններ եւ ազգային թշնամանք հրահարելու փորձեր։ Նրա դատավարությունը փակ ռեժիմով էր անցնում, Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները, որը իրեն ներկայացված են եղել, դատախազը 19 տարվա ազատազրկում էր առաջարկել, դատավորը որոշել էր, որ 18 տարին բավարար է։ Փաստաբանը այսօր հայտարարել է, որ մեղադրանքներից ոչ մեկը իրականում չի ապացուցվել դատարանի կողմից եւ մտադիր է բողոքարկել վճիռը վերաքննիչ դատարանում։ Իսկ դատախազությունը ինչպես է հիմնավորում իր մեղադրանքները։ Որպես մեղադրանքի ապացույց ներկայացվել էր մասնավորապես գաղտնի կերպով արված տեսագրությունը այն Skype-ով ունեցած զրույցի, որը Աբիլովը ունեցել է հայտնի հայ գիտնական, իրանագետ, արևելագետ Գառնիկ Ասատրյանի հետ, ով աշխարհում պես ամենաականավոր թալիշագետներից մեկն է, հիշում ես Հայաստանում Ծաղկաձորում 2 անգամ թալիշագիտությանը նվիրված կոնֆերանսներ է անցկացրել եւ միանգամայն գիտնական է, բնական է եւ երկու գիտնականները իրար հետ ինչ-որ գիտական խնդիրներ են քննարկում համացանցում։ Որևէ կերպ դա չէր կարող ապացույց ներկայացվել որպես Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապի։ Մեկ այլ ճակերտավոր ապացույց այն, որ Աբիլովը կապ է պահպանել Երևանի բնակիչ Վարդան Ոսկանյանի հետ։ Նույնպես նա ականավոր գիտնական է, իրանագետ, իդեպ
գոնե այն պատճառով չէր կարող նա լիներ հատուկ ծառայությունների աշխատակից, քանի որ արմատական անդիմադիր հայացքներ ունի։ Ինչևէ, մի շարք պետությունների արևելագետներ միացել են ի պաշտպանություն Աբիլովի արշավի եւ ստեղծել են Իգբալ Աբիլովի պաշտպանության կոմիտե։ Այդ կոմիտեն այսօրվա դատավճռից հետո հայտարարություն է տարածել, որում ընդգծվում է, որ այդ կայացված դատավճիռը իրականում ազատ խոսքի եւ ինքնության դատավճիռ է, եւ որ Աբիլովի միակ մեղքը կայանում է նրանում, որ նա պաշտպանել է իր հայրենակիցների ինքնություն ունենալու իրավունքը։ Ի համերաշխություն Աբիլովի Եվրոպայի տարբեր քաղաքներում ակցիաներ են անցկացվել, մասնավորապես Վիլնյուսում, Հաագայում, Վարշավայում, Ստրասբուրգում, եւ իրավապաշտպանները նրան արդեն քաղբանտարկյալ են ճանաչել։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը ժամանակին ի պաշտպանություն Աբիլովի հայտարարություններ են տարածել, եւ նա փաստորեն դարձել է Ադրբեջանում 131-րդ քաղբանտարկյալը։ Արտեմ, ինչի հետ է կապված Բաքվի իշխանությունների կողմից թալիշների նկատմամբ այսպիսի բռնաճնշումների նոր ալիքը։ Իրականում կարծում եմ պատճառը այն է, որ Բաքվի իշխանությունները վախենում են, որ Ադրբեջանում կարող է տեղի ունենալ թալիշների ինքնագիտակցության նոր զարթոնք, հա։ Հիշում ես 90-ականների սկզբներին այդպիսի զարթոնքի արդյունքում Լենքորանում ձևավորվեց Թալիշ Մուղանյան հանրապետություն, որը ինքնավարության իսկ հետագայում նաև անկախության էր ձգտում եւ այդ հանրապետությանը արյան մեջ պարզապես թաթախեցին եւ ոչնչացրեցին գրեթե բոլոր այդ հանրապետության ղեկավարներին։ Այժմ Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշ թալիշական շրջանակներում կա այն գիտակցությունը, որ այն ինչ տեղի ունեցավ արցախահայերի հետ կարող է տեղի ունենալ նաև թալիշների հետ եւ միգուցե իրենց սխալն էր, որ իրենք ժամանակին չպաշտպանեցին հայերի այդ ինքնորոշվելու իրավունքը։ Եվ ահա այսպիսի մտավորականների դեմ հալածանքներով Ադրբեջանի իշխանությունները հավանաբար փորձում են վախեցնել շարքային թալիշներին, որպեսզի անգամ միտք գլխներով չանցնի, ինչ որ մասնակցել ինչ որ կիսագաղտնի կամ ընդհատակյա կազմակերպությունների գործունեությանը։ Նույն այդ նպատակով ձերբակալվել էին վերջին տարիների ընթացքում ավելի քան 15 այլ թալիշ առաջնորդներ եւ ակտիվիստներ։ Օրինակ վերջերս Ռուսլան Վահաբով անունով մի թալիշ ակտիվիստի պարզապես գրպանը թմրանյութ էին գցել, իսկ իրական պատճառն այն էր, որ նա Արցախյան պատերազմի օրերին այսպես հրապարակումներ էր իրեն թույլ տալիս, որում կասկածի տակ էր դնում այն, թե արդյոք տեղին է այն ամենը, ինչ իր Ադրբեջանի իշխանություններն են անում։ Կամ դրանից առաջ Ֆարխադին Աբոզադա հայտնի գիտնականին ձերբակալեցին, դատապարտեցին 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա եկել էր Ծաղկաձոր եւ մասնակցել էր Գառնիկ Ասատրյանի կազմակերպած թալիշագիտության այդ գիտաժողովին։ Մինչ այդ էլ Էլշան Իրշադով, Գիլալ Մամեդով, Նովրոզալի Մամեդով մի շարք ակտիվիստներ թալիշական ծագում ունեցող հալածվել են հենց այն բանի պատճառով, որ Ադրբեջանում մտավախություն ունեն, որ կարող է հնարավոր է իրենց գիտական աշխատանքի արդյունքում թալիշական ինքնության զարթոնք տեղի ունենալ։ Շնորհակալություն, Արտյոմ։ Աղբահանության վճարների տուժտուգանքների ազատումից մինչև շինթույլտվությունների երկարացման համար նախատեսված տուրքերի վճարում։ Երևանի ավականու նիստում օրակարգային այսօրվա հարցերը հենց այս թեմաներին են վերաբերել, բայց բանավեճերը հիմնականում այլ թեմաների վերաբերյալ են եղել։ Երևանցիները կազատվեն այս տարվա հունվարից մայիս ժամանակահատվածի աղբահանության վճարը չվճարելու տուժտուգանքներից կգործի առցանց վճարման համակարգ։ Ըստ այդմ արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել եւ համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետեւյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։ Երևան AM կայքի, Pay Community.am կայքի, HiPost PB մասնաճյուղերի, EasyPay վճարային համակարգի եւ Հայկոնոբան PB մասնաճյուղերի միջոցով, ինչպես նաեւ այս համակարգի այս նոր ներդրված համակարգի նաեւ ինտեգրվում են այլ վճարային կազմակերպություններ, դրանք կրում են շարունակական բնույթ։
Այս վճարահաշվարկային կազմակերպություններին մոտակա 1-2 շաբաթում կավելանան նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով եւս հնարավոր կլինի վճարումներ կատարել։ Երևանի քաղաքապետը հիշեցրեց, Երևանի քաղաքապետարանը սահմաքրման վճարումներին նոր ձևաչափ ընդունելիս հայտարարել է, որ արտոնություններ նույնպես լինելու են։ Այս որոշմամբ, սիրելի երևանցիներ, մենք արձանագրում ենք, որ մինչ այս պահ կուտակված որևէ տույժ տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սահմաքրման վճարին։ Բուն նախագծի շուրջ հարցերն ու ելույթներն առանձնապես շատ չէին։ Կոռուպցիայից մինչև վատորակ շինարարություն ու մանկապարտեզների մասնավորեցում ու վաճառք։ Իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների մեղադրանքները միմյանց հասցեին, այս անգամ էլ նույն բովանդակությունն ունեին։ Այն ընկերությունը ձեր սիրած նախկինի, ով որ սիրախաղի մեջ է ձեր հետ, իմ համար ավելի վատն է, քան դուք։ Եվ դա ձեր գործն է։ ԿՊ-ական հավաքայինների գործն է, հելնեն գնան, գտնեն այդ նախկինն ով որ թալանում է մանկապարտեզը։ Ինձ հետ բերել եմ Երևան քաղաքի 1999 թվականից հետո մասնավորացված, վաճառված, օտարված, սեփական բիզնես դարձած, բազմաբնակարան շենք դարձած մանկապարտեզների ցանկը։ Մենք ենք այսօր բողոքում, ասում ենք, այս ինչին արը վատ է անում, այս ինչին արը շատ վատ է անում, այս ինչ մեկը չի շտկում իր խնդիրները։ Այսօր մենք գնում ենք մրցույթները հաղթած շինարարների հետևից, տեսնում ենք, որ ձեր հետ փոխկապակցված մարդիկ են։ Այդ գործը ձերն է, տղեկ։ Այս հավաքանից ԿՊ-ական ժողովրդինն է։ Գնացեք, գտեք, բռնեք հերերն էլ անիծեք։ Այդ բան Հովանես, այդ մանկապարտեզների համար որ ասում եք, ամենայն պատասխանատվության ասում եմ, թողնում եմ, գնացեք բերեք սաղ մանկապարտեզները, ով որ մանկապարտեզը տարել է, գնացեք բռնեք, վիզը կտրեք։ Այսպիսի բանավեճեր եղան ոչ մեկ անգամ։ Տիգրան Ավինյանը ամեն ելույթից ու հարցից առաջ էր զգուշացնում։ Ըստ կանոնակարգի դրանք կարող են լինել միայն բուն նախագծի վերաբերյալ, բայց ապարդյուն։ Այնուամենայնիվ, աղբահանության վճարների տուժտուգանքներից ազատվելու նախագիծն ընդունվեց։ Ընդունվեց նաև օրակարգային զեկուցվող երկրորդ նախագիծը։ Ըստ այդմ շինթույլտվությունը երկարացնելու համար կառուցապատողները 400 միլիոն դրամից ավելի տուրք չեն վճարի։ Նիստն ամփոփվեց քաղաքապետի ելույթով։ Տիգրան Ավինյանի խոսքով Երևանի քաղաքապետարանն այս պահին իրականացնում է մանկապարտեզների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ, այնպիսի ծավալներով, ինչպիսիք երբևէ չեն իրականացվել վերջին 30-ից 35 տարիների ընթացքում։ 100 ծրագրի մեջ մոտավորապես 4-5 ծրագիր ունենք, որոնք որ խնդրահարույց են, եւ վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են, որովհետև կային մի շարք խնդիրներ, որակի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, երկուսի հետ կապված կար քրեական գործեր։ Բայց ուզում եմ նորից մասշտաբը հասկանանք։ Խոսքը գնում է 100 ծրագրի մասին եւ 100 ծրագրից 5-ում մենք ունենք խնդիր։ Ըստ քաղաքապետի տարվա ընթացքում 1 տասնյակին մոտ նոր հիմնանորոգված մանկապարտեզ են բացում, որոնցից յուրաքանչյուրն ընդունում է 150-ից 300 երեխա։ Ավինյանի խոսքով տարեց տարի այդ մանկապարտեզների աշխատանքների որակն էլ ավելի են բարձրացնում։ Նրանք գնում են եւ գտնում են այն մանկապարտեզներում խնդիրներ, որոնք որ մենք էլ գիտեինք, մենք էլ շատ լավ տեղեկացված էինք, որոշների վերաբերյալ կան նույնիսկ արդեն պոտենցիալ դատական վեճեր եւ այլ եւ այլ եւ այլ։ Ամենավատը, որ իրականացվում է, այսինքն ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզները, որոնք ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում է այնպիսի պատկեր ներկայացվել, որ համատարած նմանատիպ խնդիր ունեն։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն 10 մանկապարտեզ է վերաբացելու հիմնանորոգված ամենաբարձր որակով, ընդգծեց Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարեց, որ ավականու բոլոր անդամները, որոնք ցանկանում են տեսնել, թե Երևանի քաղաքապետարանը ինչ աշխատանքներ է իրականացնում, կարող են գնալ եւ մասնակցել այդ մանկապարտեզների բացմանը, հավելելով, որ բոլոր խմբակցությունները հրավերներ կստանան։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Եթերում հեռանկարն է։ Ազգային ժողովում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Դրա քննարկումը այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ։ Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում։ Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց, բայց ո՞րն է դրա էությունը։ Այս եւ այլ հարցեր քննարկենք օրենսդրական նախաձեռնության հեղինակ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, այս լավերը ընդունելու համար։ Սա շատ քննարկվեց, բավական երկար ճանապարհ է անցել։ Սրա անհրաժեշտությունը ո՞րն է նման փոփոխություններ իրականացնել։ Տեսեք, ես 2019 թվականից հետևում եմ, թե ինչպես է անցնում զորակոչը, քանի քաղաքացի ենք ունենում, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ըստ տարիների եւ ամեն տարի քանիսն են ներկայանում պարտադիր զինվորական ծառայության, ընդ որում ներկայացածներից քանիսն են անցնում պարտադիր զինվորական ծառայության եւ քանիսը ստանում տարկետում առողջական խնդիրների կամ այլ ազատման հիմքեր ունենալու պատճառով։ Եվ փորձը ցույց է տալիս եւ վերլուծությունները, որ մեր հանրության շրջանում քչերն են գնում զինվորական ծառայության։ Նախ ասեմ, որ շատերը միջև զորակոչային տարիքի հասնելը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ստանալով այլ երկրի քաղաքացիություն, ըստ էության նրանք շարունակելով ապրել Հայաստանի Հանրապետությունը ունենալով այլ անձնագիր, չեն զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության, սրանով իսկ հայտնվելով շահեկան այլ դիրքում, քան մեր մյուս քաղաքացիներն են։ Ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև հաճախ ասում են, որ այս օրենքի նախագիծը գալիս է բերելու անհավասարություն սոցիալական խմբերի միջև, ես ասում եմ, որ ոչ, նախագիծը գալիս է ոչ թե անհավասարություն բերելու, այլ հարթելու այսօր առկա անհավասարությունը։ Մի մասը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարի լրանալը։ Իսկ արդեն զորակոչի մեր հիմնական բազան որ կա, նրանցից բանակ են զորակոչվում 30-ից 40% ընդամենը եւ 60-ից 70%-ը ինչ-ինչ պատճառներով ստանում են տարկետում կամ ընդհանրապես ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից չզորակոչվելով բանակ։ Խնդիրը միանշանակ հետեւյալն է, որ մենք պետք է այնպես անենք, որ տեղերով այս երկու թվերը փոխվեն, այսինքն ունենանք 70% զորակոչվող եւ 30% չզորակոչվող, առնվազն, եւ ոչ թե հակառակ ունենանք ընդհանրապես 30% զորակոչվող եւ 70% ազատվող։ Սրա համար մենք ինչ պետք է անենք, պետք է փակենք այն ճանապարհները, որոնցով մեր քաղաքացիները կարող են գնալ եւ դրանով իսկ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ինչպես նշեցի, առաջի քայլը դա քաղաքացիությունից հրաժարվելն է։ Ես առաջարկում եմ, որպեսզի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում մեր քաղաքացիները արական սերը ստիպված լինեն վճարել 15 միլիոն դրամ պետական տուրք եւ նոր կարողանան դիմել, որպեսզի փոխեն իրենց քաղաքացիությունը։ Սա կբերի նրան, որ մեծ թվով քաղաքացիներ ձեռնպահ կմնան այս ճանապարհով գնալուց։ Տարեկան մոտ 2000 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարեկան հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչը շատ մեծ թիվ է։ Եթե համեմատական ենք տանում իգական սեռի հետ, նման թվեր չունենք, բնականաբար սա բանակից խուսափելու նպատակով է արվում։ Երկրորդը, առողջական որոշ խնդիր ունեցող քաղաքացիների համար մենք պետք է սահմանենք սահմանափակումով ծառայություն։ Ընդունենք, եթե նա ունի կարճատեսություն, չի կարող լինել հրաձիգ, բայց կարող է զինված ուժերում այլ աշխատանք կատարել կամ ծառայություն կատարել, դրանով իսկ ծառայել իր պետությանը, մենք պետք է բաժանենք զինծառայողներին ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության եւ ըստ ֆունկցիոնալ նշանակության նաեւ օգտագործենք մենք զինված ուժերի համար։ Սրանով նույնպես նվազեցնենք այն մեծ բանակից խուսափողների թիվը, որը այսօր ունենք, որովհետեւ բանակից խուսափողների թվի մոտ 82%-ը դա պայմանավորված է առողջական խնդիրներով։ Երրորդ ճանապարհը դա զորակոչի տարիքը բարձրացրելն է։ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Եթե քաղաքացին 18 տարեկանում ստանում է տարկետում, օրինակ ուսման համար 4 տարի ժամկետով եւ եւս մեկ անգամ 3 տարի ժամկետով եւ եւս մեկը 2 կամ 3 տարի ժամկետով, լրանում է նրա 27 տարին։ Եվ անգամ եթե դրանից հետո նա չի ունենում ազատման հիմք, մենք տեսնում ենք, որ նրա սահմանային տարիքը անցել է եւ նա արդեն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից սահմանային տարիքը անցած լինելու հիմքով եւ չի զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։ Երբ համեմատական ենք տանում հարևան պետությունների հետ, օրինակ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, տեսնում ենք, որ այնտեղ սահմանային տարիքը 40-ն է, 19-ից 40 տարեկան հասակում են զորակոչվում, օրինակ Ադրբեջանում, մեր մոտ 18-ից 27 տարեկան հասակում, մինչդեռ ի տարբերություն
մեր հարևան պետությունները մենք ավելի շատ ունենք զորակոչի խնդիր ու սրանով է պայմանավորված նաև կարիքը, որպեսզի մեր երկրում նույնպես զորակոչի սահմանային տարիքը բարձրանա։ Սա նաև իր հետ կբերի կլուծի մյուս խնդիրը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքով, երբ մեր քաղաքացիները հետախուզվում են քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն, այսինքն հերթական զորակոչից խուսափելը, երբ լրանում են նրանց 37 տարին, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Իսկ երբ մենք զորակոչի տարիքը բարձրացնում ենք 37-ը, արդեն վաղեմության ժամկետը պետք է լրանա 47 տարեկան հասակում, ինչը նվազեցնում է խուսափելու ցանկություն ունեցողների քանակը եւ մոտիվացիան, քանի որ նրանք ստիպված կլինեն տասնամյակներով ապրել արտասահմանում առանց անձնագրի եւ հետախուզման մեջ գտնվելով։ Եվ 4-րդ սահմանափակումը, որով ես առաջարկում եմ, դա կրկնակի փորձաքննությունից հրաժարվելու քրեականացումն է, որտեղ ունենք քաղաքացիներ, ովքեր խուսափելով ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով ստանում են ծառայությունից ազատվելու առողջական թղթեր, եւ երբ իրավապահ համակարգը դրա մասին իմանում է եւ ցանկանում է տանել կրկնակի փորձաքննության, ունենք քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են, իսկ մեր գործող քրեական օրենսգիրքը որևէ պատիժ չի նախատեսում այն քաղաքացիների համար, ովքեր հրաժարվում են քրեական գործ հարուցվելու պայմաններում հետազոտման ենթարկվելուց, ես ըստ այդմ ես առաջարկել եմ, որպեսզի նաև սա քրեականացնենք, այսինքն այս 4 խստացնող ճանապարհները ուղղված են նրան, որպեսզի մեր զորակոչը ոչ թե լինի 30%, այլ դառնա 40%, 50%, 60, 70, 80%, սրանով իսկ մեր զինված ուժերը համալրվեն նոր զինծառայողներով։ Սա խստացումների մասին է, ձեր հարցը տվեք, ես կասեմ։ Ես հենց դա էի ասելու, սա խստացումների մասին էր, բայց կարծես թե դուք բարեփոխումների մասին էլ եք նշել, որոնք են այդ բարեփոխումները։ Այո, տեսեք, եւ մենք հիմա գիտենք, որ օբյեկտիվ պատճառներով, նաեւ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված բազմաթիվ քաղաքացիներ փորձում են իրանց երեխաներին հետ պահել պարտադիր զինվորական ծառայությունից, օրինակ հաճախ ասում են իմ տղեն IT մասնագետ է, նա չի կարող 2 տարի ժամկետով ծառայել այլ տղաների միջավայրում, ինչ որ խնդիրներ կունենա եւ այլն, եւ փորձում են իրենց միջոցներով տանել նրան ազատման կամ հրաժարվի քաղաքացիությունից կամ առողջական թղթերով կամ իմ մյուս տարբերակներով ազատվի ծառայությունից։ Երբ մենք փակում ենք բոլոր ճանապարհները, հնարավոր է այս քաղաքացիները ուղղակի թողեն եւ արտագաղթեն։ Նման խնդիր եւս ունենք, երբ մեր քաղաքացին օրինակ երբ տղա երեխա ունեն եւ իր պատճառով թողում են, ամբողջ ընտանիքով են Հայաստանը լքում։ Մենք այստեղ եւ զորակոչիկ ենք կորցնում եւ նաեւ կորցնում ենք այլ մեր քաղաքացիներին, ովքեր թողում եւ իրենց հետ տանելով իրենց կապիտալը, իրենց հետ տանելով իրենց տարիների կուտակածը դուրս են գալիս մեր հանրապետությունից, սրանով մեր դեմոգրաֆիական վիճակը նույնպես փոխվում է։ Որովհետեւ այս խստացումները չբերեն նրան, որ մասսայաբար մեր այն քաղաքացիները, ովքեր որ չեն ցանկանում ինչ-ինչ պատճառներով միակ առուզավակն է, կամ մտածում են նա ինչ միջանձնային խնդիրներ կունենա բանակում, կամ ֆիզիկական տվյալները նրա չի բավարարի, որպեսզի նա 2 տարի ծառայի, եւ որպեսզի մեր քաղաքացիներին չմղենք մենք արտագաղթի իրենց ընտանիքներով, մենք պետք է նաեւ բարեփոխումների գնանք եւ տանք հնարավորություն կրճատված ժամկետով ծառայության։ Այսինքն ասենք դուք մի տվեք կաշառք բուժ աշխատողներին, մի հրաժարվեք քաղաքացիությունից վճարելով 15 միլիոն դրամ турքը, այլ ծառայության տարիքում օրինակ վճարեք այդ 15 միլիոն դրամը եւ ծառայեք 6 ամիս ժամկետով կրճատված, կամ վճարեք 20 միլիոն դրամ եւ թող ձեր որդին կամ դուք ծառայեք 1 ամիս ժամկետով։ Եվ այսպիսով մենք փակում ենք չծառայելու էջը եւ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն քաղաքացիներ, ովքեր որևէ կերպ խուսափեն հայրենիքին ծառայությունից, բայց ես գտնում եմ, որ հայրենիքին ծառայությունը դա միայն 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայությունը չէ, որտեղ մենք ունենք օրինակ գիտական կոչում ունեցողներ, ովքեր այսօր էլ ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից կառավարության որոշումներով կամ օրենսդրական այլ հիմքերով, գիտական կոչում ունենալու հիմքով, ունենք սպորտսմեններ, շախմատի չեմպիոններ, ըմբշամարտի չեմպիոններ, ովքեր ստանում են տարկետումներ կամ այլ ոլորտներում հաջողության հասած անձինք, ովքեր կառավարության որոշումով կամ այլ օրենքներով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես գտնում եմ, որ մենք չպետք է գնանք այս ճանապարհով եւ բոլորին պետք է տանք հավասար նույն հնարավորությունները։ Ասենք, եթե դու օրինակ հաջողության մեջ հասես սպորտում, կրթության մեջ, գիտության մեջ կամ այլ բնագավառում,
դու ընդհանրաբար ունես նաև ֆինանսական միջոցներ, վճարի գումարը, ծառայի մեկ ամիս ժամկետով եւ գնաց զբաղվի քո հիմնական աշխատանքով։ Սա նաև ասենք արտասահմանում կրթություն ստացած մեր հայրենակիցներին։ Օրինակ ունենք օդաչու տղաներ, ովքեր երկար տարիներ դրսում սովորելով դառնում են օդաչու եւ բարձր աշխատավարձով աշխատում են միջազգային տարբեր կազմակերպություններում։ Նրանց բերել եւ ասել, որ ձեզ պետք է պարտադիր տանենք 2 տարի ժամկետով, որպեսզի դուք նույն ծառայություն անեք, ինչ 18 տարեկան մեր մյուս տղաները, օգտակար գործողության գործակիցը նվազեցնում ենք։ Մենք կարող ենք նրանցից 2 զինծառայողի գումար վերցնել, նրանց էլ բերել, նրանք կան 1 ամիս ծառային եւ հաշվառվեն պայեստազորում, եթե կարիք լինի նրանց օգտագործենք պաշտպանության կարիքների համար կամ 25 օրյա հավաքներին հետագայում եւ այդ գումարով մենք ներգրավենք բանակ այլ պրոֆեսիոնալ զինծառայողների, ովքեր կբարձրացնեն մեր երկրի պաշտպանվածությունը։ Այդ դուք ասացիք, որ 19 թվականից եք առաջին անգամ ներկայացրել եւ այդ ընթացքում ազգային ժողովի փորձագիտական վարչությունը վերլուծություն արեց եւ որոշակի խնդիրների մասին էր խոսել։ Այդ խնդիրները արդյոք վերացած են այս օրենսդրական նախաձեռնությամբ։ Տեսեք, սրա մասին ես առաջին անգամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եմ եկել 2019 թվականի մինչև պատերազմը 44-օրյա։ Այն ժամանակ Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը եւ մի շարք գործընկերներ գտնում էին, որ խնդրահարության նախագիծը եւ խնդրեցին ձեռնպահ մնալ փոփոխություններից։ Դրանից հետո եղավ պատերազմը, հետ պատերազմական իրավիճակը, դրանով պայմանավորված թեմային չեմ անդրադարձել եւ միայն հիմա եմ անդրադառնում թեմային, քանի որ 20 թվականի պատերազմից հետո մեր զորակոչի թիվը գնալով շարունակել է նվազել եւ խուսափելու ցանկություն ունեցողների թիվը շարունակել է աճել։ Սրանով պայմանավորված ես կրկին հանդես եմ եկել այս օրենսդրական նախաձեռնությամբ եւ պետք է ասեմ, որ արդեն Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, մեր կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը։ Իհարկե մի շարք առաջարկներ են կատարել կառավարության որոշ գործընկերներ, որոնց մեծ մասը ես ընդունել եմ եւ առաջիկայում կլրամշակվի նախագիծը, դրա մասին առաջիկայում կխոսենք։ Իսկ նախագիծը ինչու չքննարկվեց ազգային ժողովում այսօր, քանի որ Կոմիտեում 3 ստացել է դրական եզրակացություն կառավարության առաջարկները, դրանք պետք է մտնեն առաջիկա 5 շաբթի օրվա կառավարության նիստ եւ այնտեղից դրական եզրակացությունով արդեն նախագիծը գա ազգային ժողով, մեր հանձնաժողով եւ այն կքննարկենք մոտակա 2 շաբթի օրը եւ կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։ Հիմա որ ասացիք առաջարկները ընդունել եք, դրանք մոտավորապես կարող եք ներկայացնել ինչին են վերաբերում, որ հարցերին են վերաբերում։ Նախ գումարի հետ կապված որոշ առաջարկներ է արել Պաշտպանության նախարարությունը, առաջարկում է գումարները կտրուկ բարձրացնել, ինչին ես այդքան էլ կողմ չեմ, բայց կոնսենսուսային որոշակի լուծման ենք եկել, դրա մասին առաջիկայում կհայտարարենք, գումարները որոշակի չափով կփոխվեն, բայց ես հույս ունեմ, որ քննարկումները նաև հնարավորություն կտան ավելի մանրամասնելու, ամեն դեպքում ես ցանկանում եմ գումարները, որպեսզի չլինեն շատ բարձր, որպեսզի օգտվողների թիվը լինի մեծ։ Քանի որ մենք ունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր որևէ ճանապարհով խուսափում են, ես չեմ ցանկանում, որպեսզի գումարը այնքան բարձր լինի, որ 50 կամ 100 քաղաքացի օգտվի, եթե մեր նպատակը մեծ զորակոչ ապահովելն է եւ հայրենադարձություն ապահովելն է, քանի որ խուսափողների մի մասը այժմ արտասահմանում են բնակվում, ունենք հետախուզվողներ մոտ 5000, ովքեր 18-ից 27 տարեկան հասակում են եւ արտասահմանում են գտնվում, նաեւ նրանց Հայաստան բերելու նպատակ ունի։ Ես կարծում եմ, որ գումարը պետք է լինի ոչ բարձր, բայց նաև այդ գումարով կարողանանք մենք այլ պայմանագրային զինծառայողներ ներգրավել, որովհետեւ այդ բացը մենք կարողանանք այլ անձանց միջոցով լրացնել։ Այդ դուք խոսեցիք անձի ֆունկցիոնալության մակարդակը հաշվի առնելով նրանց ներգրավումներ, օրինակ սահմանափակ ժամկետում եւ այլն։ Սա նշանակում է լինել զորամասում որոշակի ժամանակում, բայց հետո նաև շարունակել համագործակցությունը, թե ուղղակի ավարտել այստեղ զինվորական ծառայությունը եւ ուղղակի գնալ իրենց գործերին։ Չէ, եթե դուք կարճատև ծառայության մասին եք խոսքը, կարճատև ծառայությունը ենթադրում է, որ պետք է սեղմ ժամկետում ստանա գիտելիքներ, հնարավորինս փոքրացնում ենք մենք ծառայության ժամկետը այդ ուսումնական ծառայության ժամկետը, որպեսզի հնարավորինս շատ գիտելիք տանք զինծառայողին եւ նրան կարողանանք հետագայում օգտագործել, նա ստանում է զինգրկույկ եւ գնում է զբաղվելու իր հիմնական աշխատանքով։ Այսինքն չի լքում երկիրը կամ չի մնում խուսափած կամ հետախուզման մեջ, վճարում է գումար, ծառայում կարճ ժամկետով եւ հաշվառվում տալիս զինվորական երթում եւ հաշվառվում պայեստազորում։ Հիմա այս օրերին եւս մտահոգություններ արտահայտվեցին, տարբեր քննադատություններ հնչեցին, անհիմն են այդ քննադատությունները։ Տեսեք, հիմնականում քննադատությունները հետեւյալն են, որ օրենքի ընդունմամբ անհավասարություն է ստեղծվելու հարուստների եւ աղքատների միջեւ, ճակերտավոր, սա է հիմնական հակափաստարկը, որը ներկայացնում են։ Ես նման մարդկանց ասում եմ հետեւյալը, դուք հիմա ինձ ասեք անարդարություն կա, թե չկա այսօր։
Ընդունենք որևէ օրենք չենք փոխում։ Այսօր ունենք օրինակ տարեկան 2000 քաղաքացի, նույն հարուստների ճակատը, որ երեխաները կամ ապահոված ընտանիքներ, ովքեր կարողանում են ճամփորդել գնալ այլ երկիր, այնտեղ հաշվառում ունենալ եւ հրաժարվել քաղաքացիությունից 18 տարեկանում չզորակոչվել։ Հիմա մենք անարդարություն ունենք թե չունենք, որտեղ մենք դասարաններ ունենք էլիտար դպրոցներում, որտեղ տղաների 90%-ը կամ 100%-ը անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Ի տարբերություն մեր օրինակ մյուս համայնքների, օրինակ գյուղերի տղաների, որով ամբողջ դասարանը գնում է ծառայության, բայց էլիտար դպրոցի տղաները պարզվում է 18 տարեկան հասակում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Կամ տեսնում ենք, որ անզեն աշխով նրանք բոլորը առողջ են, բայց ծառայության տարիքի գալու պահին հասկանում ենք, որ նրանք լուրջ առողջական խնդիրներ ունեն եւ չեն զորակոչվում ծառայության։ Կամ օրինակ նրանցից ավելի վճարունակների երեխաները մեկնում են օրինակ արտասահման Լոնդոն կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ թանկարժեք համալսարաններում, թանկ վճարովի համալսարաններում ուսման 4 տարի ժամկետով։ Հիմա այստեղ ունենք անհավասարություն, թե չունենք։ Այսինքն գործող պայմանները մեզ հետևյալն է ասում, որ այսօր 3 եւ եթե որևէ բան չփոխենք նաեւ վաղը ծառայության են գնում այն քաղաքացիները, ովքեր մեծամասամբ, չեմ ասում բոլորը, բայց մեծամասամբ դրանք, ովքեր հնարավորություն չունեն այս իմ նշած ճանապարհներով խուսափելու ծառայությունից։ Եվ ստացվում է, որ ընդամենը զորակոչում ենք զորակոչի ենթականների 30%-ին, այսինքն ամեն 100-ից 39 կամ 35-ին ենք զորակոչում։ Հիմա իմ ասածը հետևյալն է, որ այս խոսքերը ասողները պետք է ուսումնասիրեն արկա իրավիճակը։ Այսինքն, եթե դրա մասին որևէ քաղաքացի խոսա, ով չունի այս տեղեկատվությունը, դա կարելի է բեռնելի համար եւ ասել իրականում Սարգսյան Հայկի նախագիծը խնդրահարույց է ու կարա անհավասարություն բերի հարուստները վերնա փողոք կտան չեն ծառայի, բանակը դարձավ միայն աղքատների համար ու միայն աղքատների որդիները կգնան ծառայության պաշտպանելու հարուստներին եւ նրանց գումարներին։ Բայց մենք պետք է հաշվի նստենք իրողության հետ, որ երեք այդպես եղել, այսօր էլ այդպես։ Ես օրինակ երբ 44-օրյա պատերազմից հետո այցելում եի Գեղարքունիքի մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին, չեմ տեսել նրանց մեջ հարուստի ընտանիքներ կամ ապահոված ընտանիքներ, ինքս այցելելով 100-ից ավել ընտանիքների Գեղարքունիքի մարզում։ Եվ այդ պատկերը ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ մյուս մարզերին նույնպես վերաբերվում է։ Ինչի մասին է խոսքը, որ տարիներ շարունակ եւ նաեւ պատերազմի ժամանակ ապահոված եւ վճարունակ ծնողների երեխաները չեն ծառայել եւ չեն ծառայում։ Ես իմ նպատակն է, որպեսզի մենք փակենք բոլոր զարտուղի ճանապարհները եւ առաջի անգամ ստեղծենք հնարավորություն, որպեսզի բոլորը ծառայեն եւ չլինի Հայաստանում ծառայությունից խուսափելու հնարավորություն։ Այո, հարուստների տղաներին, ովքեր տարիներ շարունակ չեն զորակոչվել, առաջիկայում փոփոխություններից հետո մենք կտեսնենք, որ նրանց երեխաները կամ թոռները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության։ Գոնե եթե 1 ամիս ժամկետով նրանք զորակոչվեն ծառայության, արդեն հնարավոր կարիքի դեպքում մենք կարող ենք նրանց օգտագործել։ Բայց եթե որևէ բան չփոխենք, նրանք շարունակեն խուսափել քաղաքացիությունից հրաժարվելով կամ առողջական կեղծ թղթեր հանելով, երբ էլի կարիք ունենանք ասված ոչանի, մենք հայտնաբերել ենք, որ այդ մարդիկ զինապարտ չեն, հաշվառված չեն, պայեստազորում չեն եւ էլի մեր ռեզերվը մնալու այն ռեզերվը, որը այսօր ունենք։ Պարոն Սարգսյան, հիմա ընթացակարգի մասին տեղի կունենա կառավարության նիստը, այնուհետև քննարկում ազգային ժողովի հանձնաժողովում եւ կմտնի մեծ օրակարգ։ Ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ես մեկ ամիս առաջ նախագիծը պաշտոնապես դրել եմ շրջանառության մեջ։ Դրանից 1 տարի առաջվանից անցած տարվա հունվարից վարչապետի հանձնարարականով քննարկումներ ենք սկսել կառավարության անդամների հետ։ Եվ 2024 թվականի փետրվարից նաև ստեղծել ենք աշխատանքային միջգերատեսչական խումբ, որի մեջ ներգրաված է եւ կառավարության մի շարք գործընկերներ, եւ 4 ամիս աշխատելով նախագիծը կազմել ենք նախնական տարբերակով, որը ես շրջանառել եմ։ 3 մենք քննարկել ենք հարցը նախարարների կոմիտեի նիստում պետաիրավական կառավարությունում եւ ստացել է ձայների մեծամասնությամբ կողմից ստացել նախագիծը։ Առաջիկայում 5 շաբթի օրը, վաղը չէ մյուս օրը այն կներառվի կառավարության նիստերի օրակարգում, ստանալով դրական եզրակացությունով եւ նաեւ կառավարության առաջարկներով արդեն կգա ազգային ժողով։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էր։